Մի րոպե սպասեք, էլի։ Լսում եմ։ Ոնց է Սոնան, հիմա բոլոր վտանգները անցել են։ Կարևորը նա է, որ գիտակցության է եկել։ Բայց մի շարք այլ անալիզներ կան, որ պիտի հանձնենք այլ ախտահարումների մասին տեղեկություններ ունենալու համար։ Իսկ կարամ ես կնոջս տեսնեմ, թեկուզ մի պահ։ Կներեք, տեսակցությունները խստի վարգելված են։ Սա սովորական դեպք չէ։ Ոստիկանությունն էլ է խառնվել այս գործին։ Ինձ հստակ զգուշացրել եմ, որ մինչ քննիչի գալը ոչ ոքի թույլ չտամ ներս մտնեն։ Նարե։ Այսօր ես գնում։ Օֆիս։ Հիմա։ Հա, Նարե, չգնալու տարբերակ չունեմ։ Ինչ կա, Սոնայից նորություն կա։ Հա, արդեն լավ է, գիտակցության է եկել, բայց չեն թողնում մոտը մարդ մտնի։ Նարե, լսի, օֆիսում շատ լուրջ խնդիրներ կան, ես պիտի շտաբ գնամ։ Դու ստեղ եղի, հենց քննիչը գա գնա կզանգես ինձ, լավ։ Լավ, հա, հասկացա։ Իսկ դու կարող ես Արմոյից նորություն իմանաս։ Արմոյից չէ, վաղուց նորություն չունեմ, բայց Արմոյին ինչի հիշեցիր, կապ ունի օֆիսի գործերի հետ։ Կապ ունենալը որն է, Նարե, այդ ամեն ինչը իր ձեռի գործն է։ Լավ, այդ կարևոր չի, դու ստեղ եղի ու շադիր եղի, հենց քննիչը եկավ գնաց կզանգես, լավ։ Լավ։ Նախ ասեմ, որ ձեր աղջիկն արդեն ուշքի է եկել և մի ժամից ես դրան հարցաքննելու իրավունք կունենամ։ Հիմա անցնենք ձեզ։ Հետաքննությունը պարզեց, որ զենքը օրինական է և ձեր անունով է գրանցված։ Դա իհարկե կարևոր հանգամանք է։ Բայց այն ձեզ չի փրկի, քանի որ խոսքը գնում է մարդուն դիտավորյալ վնասելու կամ կանխամտածված սպանության փորձի մասին։ Երկար եք շարունակելու լռել։ Իսկ ինչ եք ուզում ասել։ Ինչու եք Ադամյանների տուն գնացել զենքով։ Ինչ սխալ բան եմ արել։ Օրենքի խախտում կար։ Ոչ, չկար։ Իմ դեմ բողոք կա։ Բողոք էլ չկա։ Բա դե զենքը իմ անունով է։ Իմ դեմ էլ բողոք չկա։ Ինչ խոսալու բան կա։ Ինչի՞ չբողոքեցիր Աբոյի դեմ։ Ես քեզ նման չէր։ Արդեն երկրորդ անգամ տունդ մտնում են, քո վրա զենք են պահում ու դու դակուր ես տալիս։ Ինչ կա մտքիդ, սա քո։ Ես սարսափում եմ նրանից, թե ինչ մտքեր են պտտվում գլխումդ։ Չբողոքեցի, որովհետև բողոքելու բան չկար։ Չկար։ Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ քո Աբոյի միջև խնդիրներ կան։ Մամ, ես ամեն ինչ չի, որ պիտի բացատրեմ։ Կարևորը, որ Սոնան ուշքի է եկել։ Հա, փառք Աստծուն։ Համ ուրախ եմ, համ մյուս կողմից էլ վախենում եմ։ Ինչ ես խոսում, Անիկ։ Ոչ ոք չգիտի, թե Սոնան ինչ ցուցում կկտա։ Բայց ինչ էլ ասի, ոչ մեկս իրավունք չունենք իրան մեղադրելու։
Ոչ մեկս։ Աստված իմ, երբ այս փորձությունների շարքը անցնելու, երբ ենք հանգիստ ապրելու, մարդ էլ կարոտ մնա խաղաղ ու հանգիստ օրվա։ Սենց էլ չի լինի, բեռնատար ենք վաճառել, մեր աշխատավարձները այդ դեպքում ոնց են տալու, չեմ հասկանում իրոք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ինչ եք անում ստեղ։ Ուրա Լուսինեն։ Ձեր հետ եմ ասում եմ ուրա Լուսինեն։ Այստեղ եմ, պարոն Ադամյան։ Մեզ մենակ թողեք։ Հիմա ինձ ասա մանրամասն ինչ ա եղել Լուսինե։ Թվով երրորդ բեռնատարն է արդեն, որ վաճառվում է։ Ու սա ֆինանսական ահռելի կորուստ է, պարոն Ադամյան։ Վաճառքի հասույթը հերիք չի գործի մեջ չի ներդրվում։ Մի հատ էլ ամբողջ ապրանքը, որ բեռնել ենք, պետք է ուղարկենք Վրաստան, մնացել է օդում։ Ժամկետներ ենք պայմանավորվել, պայմանագրեր ունենք ստորագրած։ Ինչ ենք անելու։ Ինձ մի հատ թունդ ու դառը սուրճ բերելի։ Մի բան էլ կա։ Ինչ։ Օֆիսից ձեր հոր ստորագրությամբ գումար անընդհատ դուրս գրվել։ Ինչ ա եղել։ Դե այս պահին ֆինանսական շատ մեծ կորուստներ ունենք։ Գնա սուրճս բեր ու մի շաբաթվա հաշվետվությունները մանրամասն պատրաստի։ Արագ։ Սոնային հիվանդանոցից հետո պետք է տանենք տուն։ Սոնան, որ մեր հետ լինի, մեր ձեռն ու ոտն կապված չի լինի։ Դրանց հախից նորմալ կգանք։ Քերի ես ուր էիր։ Սոնան գիտակցության է եկել։ Գիտեմ, Ով է ասել։ քնիչի մոտ էի։ Ու մոտ էր։ Քնիչի։ Բաժնից եմ գալի, բայց այդ հեչ։ Ինչը հեչ։ Նորմալ է ամեն ինչ, ինչ էր գնացել բաժին։ Ստեղից որ դուրս եկար ուր գնացիր։ Սակոյի մոտ։ Ոնց որ մի բաժին էլ էսա, հա, հարցակնություն ա գնում։ Լավ, դու ասա նորմալ է ամեն ինչ։ Ամեն ինչ նորմալ է։ Նարե, շատ եմ խնդրում, մենք հիմա երկուսով ենք, գոնե հիմա ինձ կասես ինչ ա եղել, ինքը իր կամքով այդ տեղերը խմել։ Լիլիթ ջան, ես գիտեմ այն ինչ ասել են բոլորիս։ Ես այդ պահին տանը չեմ եղել։ Բայց ախր նենց իրավիճակ ա եղել, որ դու էլ ես չէ գնացել ձեր տանից։ Այսինքն խելքին մոտ ա, որ նենց բաներ ա եղել, ինչ-ինչ բաներ, որի համար ինքը կարար ինքնասպանության փորձ աներ։ Ես ինքնասպանության փորձ չեմ արել։ Ոչ էլ փորձել են ինձ վնասել։ Ուրեմն ոնց կբացատրեք տեղի ունեցածը։ Ես ընդամենը դեղերն եմ շփոթել։ Դեղերը թե բաժակները։ Նարե, Սոնան շատ զգույշ աղջիկ ա, ինքը հաստատ կտեսներ, կնկատեր, որ ջրի մեջ ինչ-որ մի բան կար։ Ես իմ ընտանիքի անդամների բոլորի թերությունները շատ լավ գիտեմ։ Գիտեմ ով ինչի է ընդունակ։ Ու ես ոչ մեկին երբեք չեմ պաշտպանել։ Բայց սենց ուղղակի ենթադրությամբ չի կարելի մարդուն ինչ-որ բանում մեղադրել։ Հստակ փաստեր են պետք։
Հա բայց այն, որ ինքը հիմա ստեղ այդ քո համար հստակ փաստ չի։ Սոնա, քո արյան անալիզների պատասխանը շուտով ինձ մոտ է լինելու։ Եվ եթե անգամ որոշես խաբես ինձ, միևնույն է, վաղ թե ուշ ամեն ինչ բացահայտվելու է։ Ես ի դեպ հասցրել եմ հարցաքննել քո ընտանիքի անդամներից մի քանիսին։ Եվ քո շահերից չի բխում, եթե ինձ հիմա փորձես խաբել։ Ես հասկանում եմ, որ տպավորությունները այլ են, բայց ոչ ոք չի փորձել ինձ վնասել։ Ոչ էլ ես եմ ուզել ինքնասպան լինել։ Ընդամենը սարսափելի գլխացավ ունեի, ուզում էի դեղ խմել։ Բաժակն եմ շփոթել, վերցրել եմ այն բաժակը, որտեղ սկեսրայրիս դեղերն էին փշրած։ Այնքան մեծ քանակությամբ դեղ ես խմել, որ վատացել ես։ Դրանք իր դեղերն են, հարցերը ձեր կարող եք իրեն ուղղել։ Լավ, հասկացա։ Փաստորեն դու ամեն դեպքում պնդում ես, որ դիտավորություն չի եղել։ Հա, պնդում եմ։ Ինձ ոչ ոք չի փորձել վնասել։ Ես էլ պատճառ չունեմ կյանքից վերջ դնելու համար։ Այն ինչ կատարվել է եղել է սխալմունք, որը կարող է շատ վատ ավարտ ունենալ, բայց ոնց տեսնում ենք ամեն ինչ լավ է։ Եթե ավարտեցինք, ես կուզեի քնեի, որովհետև մի քիչ թույլ եմ ինձ զգում։ Կարելի է։ Դե առայժմ ավարտեցինք։ Բայց ես էլի կգամ։ Իմ պատասխանները նույնն են լինելու։ Ստեղալ նայեք։ Այն հենց այստեղ փաստորագրությունը։ Տուր, ինչ կա այդ։ Ես չեմ հասկանում, ոնց է սենց բան հնարավոր։ Դուք որ գործարք եք անում, ոչ մի բանի ուշադրություն չեք դարձնում։ Բոլոր թղթերը ձեր հոր ստորագրությամբ եւ օֆիսի կնիքով էր։ Մենք ուզենայինք էլ ոչինչ չենք կարողանալու անել։ Իսկ Արմոյից տեղեկություն ունես։ Չէ, ասեց, որ մի քանի օր չի գալու։ Պապ ջան։ Ոնց ես։ Լավ եմ, պապ ջան։ Արդեն լավ եմ։ Պատկերացնում եմ, ոնց եմ ձեզ վախեցրել։ Պապ, լավ եմ, ազնիվ խոսք։ Լավ, դրա մասին հետո կխոսանք։ Հիմա ավելի կարևոր բան պետք է իմանաս։ Ասա։ Դու հիվանդանոցից դուրս գալուց հետո հետ չես գնալու Ադամյանների տուն։ Ինչ։ Դու գիտես, որ ես երբեք տենց բան չի անի։ Բայց ես որոշել եմ, որ դու գալիս ես տուն։ Դու այդ տուն ոչ չես դնելու։ Ես չեմ ուզում մի երեխուս կորցնեմ։ Բայց պապ։ Բայց չկա։ Ես քեզ ասել եմ, որ կմոռանաս այդ հասցեն վրամին էլ հետը, ու դու գալիս ես տուն։ Ես հələ չեմ խոսում նրա մասին, թե այդ ինչ են իրանք արել քո հանդեպ, որ դու որոշել ես կյանքիդ վերջ տաս։ Պապա, դու սխալի ընդհանրություն ես արել։ Ես հենց նոր քննիչին էլ եմ ասել։ Ես ոչ մի բան չեմ արել ու իմ հանդեպ ոչ մեկ ոչ մի սխալ բան չի արել։ Ես ընդամենը դեղերն եմ շփոթել։ Ես շատ լավ հասկանում եմ ինչ է եղել։ Պապ, լսի։ Մոռացի, ստե ոչ լսելու բան կա, ոչ էլ հասկանալու։ Այդ հեքիաթները կգնաս քննիչին կպատմես։ Ինչ չես խափի։ Այդ ընտանիքի անդամները հատիկ պատասխան են տալու այս քո վիճակի համար։
Պապ, դու ինձ չես լսում։ Ես իմ ասելիքը ասեցի։ Ես հետ չեմ գալու տուն։ Ես քեզ չեմ հարցնում ուզում ես դու գաս թե չէ։ Ես քեզ ասում եմ։ Իմ խոսքը քննարկման ենթակա չի։ Կներես, պապ, բայց Սոնա, ես տուն չեմ գալու։ Իմ տունը այնտեղ է, որտեղ որ իմ ամուսինն է։ Դու չես ուզում լսես ինձ, բայց ես քեզ նորից կասեմ։ Իմ այս վիճակի պատճառը իմ անփույթությունն է, ոչ ոք ոչ մի բան չի արել։ Ես չեմ հասկանում, ինչի չես հավատում ինձ, ես քեզ ինչի պետքա խաբեի։ Ես չեմ ուզում, որ մեր հարաբերությունները նորից վատանան, պապ։ Եթե դու ինձ ու Վրամին կընդունես, ես մեծ սիրով քեզ հյուր կգամ, բայց ապրելու համար ես իմ տունը ունեմ։ դու չես հասկանում ինչ ես անում։ Այստեղ հասկանալ պետք չի։ Կինը պետքա իր ամուսնու կողքին լինի։ Ես չունեմ բաժանվելու պատճառ։ Ինչի չես հավատում ինձ։ Ես հավատում եմ իմ տեսածին, ոչ թե քո պատմած հեքիաթներին։ Չեմ հասկանում ինչ ես խաբում, բայց ես այս հարցը պարզելու եմ։ Ապրես։ Ալո, Ոնց ես։ Սոնայից նորություն ունես, ոնց է։ Սոնան արդեն լավ է, քննիչներ մոտո հիմա էլ իր պապան են արսում։ Դու ոնց ես, ես քո համար էլ եմ շատ անհանգիստ։ Ես արդեն չգիտեմ ոնց եմ Նարե։ Նարե, եթե քեզ լավ ես զգում, մնա այդտեղ էլի մի քիչ մինչև ես կհասնեմ, հա։ Հա, դու հանգիստ եղի, ես տեղ եմ։ Լավ, ապրես։ Արդեն գնում եք, պարոն Ադամյան։ Հա, բայց գիշերը գալու եմ, որ շարունակեմ։ Դե մենք էլ կմնանք։ Չէ, դուք հանգիստ գնացեք տուն։ Դու այն բոլոր թղթերը հավաքի, ինչ որ ես ասել եմ, ու դիր սեղանից կամ ուղարկի մեյլից, ես ինչ պետքա կանեմ մնացածը։ Շատ լավ։ Ես կհավաքես էլի դու։ Ինչ կա քերի, Սոնան ոնց էր։ Նա քշվել է այդ աղջիկի լրիվ։ Լրիվ ցանդել է, անես բաները խոսում չեմ հավատում։ Ինչի։ Ասում եմ, որ շփոթել է դեղը։ Ոչ ոք իրան ոչ մի բան չի ստիպել։ Ինքն է ոչ մի բան դիտավորել չարել։ Սուտ է։ Ես գիտեմ, որ սուտ է։ Քերի հիմա բա ինչ ես անելու։ Ինչ պետք է անեք։ Ինչքան էլ որ Սոնան ասում է ոչ մեկ ոչ մի բանի հետ կապ չունի։ Մենք հո գիտենք, որ տենց չի։ Հա, ասենք այս անգամ հրաշքով փրկվեց։ Բայց հո ամեն անգամ հրաշք չի լինելու։ Պատկերացու, որ անգամ ասել եմ, որ գատում։ Հա, ես դրան եմ պատրաստ։ Իմ խոսքից վրայով է կանցնեմ։ Եթե հասկանամ իմ երեխու փրկելու հարցն է։ Բայց ինքը ոչ մի բան չի ուզում լսի։ Նիկո, դու Լիլիթի հետ խոսացել ես։ Կարող է ինքը ինչ-որ մի բան գիտի։ Չգիտեմ, կարող է Սոնան իրան ինչ-որ բան ասել։ Ճիշտ ասում։ Լիլիթ հաստատ մի բան գիտի։ Չէ, չգիտի։ Ու եկեք Լիլիթին չխառնենք այս թեմաների։ Բայց Միկո ջան, ինչի՞ ես տենց նայում ես հարցին։ Լիլիթին ոչ մեկ չի նեղացնելու, ախպերս։ Ուղղակի եթե ինչ-որ մի բան գիտի, թող մեզ ասի, որ իմանանք ինչ պիտի անենք։ Այսօր երեկոյան Լիլիթին կբերես մեր տուն։ Բայց քերի Միկո, բան ասեցի։
Նարեն էր զանգել հիվանդանոցում։ Ու Լավ է, Սոնան։ Արդեն լավ է։ ասում ես լավ է, բայց ոնց որ մտքերի մեջ ես Անիկ։ Քնիչը Սոնայի մոտ է եղել։ Արդեն պարզ է։ Գիտես, մտածում եմ մենք երբևիցե ճիշտ քայլ արել ենք։ Ճիշտ ապրել ենք։ Չեմ հասկանում ինչ ես ասում։ Ես այնքան եմ նեղացրել Սոնային։ Մտածում եմ, որ ինքը իրոք եկել է այս տուն, որ կործանի ընտանիքս։ Շատ վատ եմ վերաբերվել։ Դու պաշտպանել ես, բայց այդ պաշտպանության մեջ ճնշում է եղել։ Վերջին օրերին այնքան ամեջ լարված էր։ Ինձ թվում էր Սոնայի համար ես շատ հարմար առիթ է, որ վերջնականապես քանդի մեր տունը քեզ էլ կործանի։ Բայց Սոնան ոչ խեղդելու մասին է ասել քնիչին, ոչ էլ դեղերի, ամեն ինչ նկարագրել անենց, որ քեզ հանկարծ չվնասի։ Իսկ ես Միջև հիմա չեմ հավատում, որ այդ ուղղակի պատահականություն է։ Ուզում ես նեղացի, թե չէ, բայց մտածում եմ, որ դու դիտավորյալ քայլ ես արել Սոնայի հանդեպ։ Բայց Սոնայի քայլը ինձ ուղղակի ապշեցրել է։ Համարն այս պահին անհասանելի է։ Արմը փախնելով ոչ մի հարց չես լուծելու։ Մտածում ես չեմ գտնելու քեզ այ անասուն։ Ինչքան կարաս շուտ հետս կապի դուրս արի, այդ մենակ քո շահերից է բխում։ Ես տեսնում եմ, որ օրվա մեջ լիքը դու կապի մեջ ես լինում ու ինձ մեջ չես խոսում։ Սպասում եմ քեզ։ Սոնա ջան, Արթուն ես։ Ինքնազգացողությունդ ո՞նց է։ Մի քիչ թույլ եմ ու սրտխառնությունը, այդ դեղերի ազդեցությունը դեռ չի թողել։ Քեզ այսօր էլ կպահենք հիվանդանոցում։ Եթե հոգնում ես, կարգել եմ տեսակցությունները։ Չէ, ամեն ինչ լավ է, բայց սրտխառնոցը նորմալ է, կարող է ինչ-որ խնդիր կա։ Պետք է ուրախ լինես, որ նման զգացողություններ դեռ զգում ես։ Որովհետև իսկական հրաշքն այն, որ նման դեղեր ընդունելուց հետո դեռ չես կորցրել երեխային։ Մի րոպե, բայց ես հղի չեմ, կարող է ինչ-որ բան եք խառնում։ Չէ, ես ոչինչ չեմ խառնում։ Այ ոնց որ դու չգիտեիր, հա, հղիության մասին։
Մի րոպե։ Ես իրոք հղի եմ։ Հա, Սոնա ջան, շնորհավորում եմ։ Չեմ հավատում։ Շնորհակալ եմ։ Հիմա Սոնա ջան, քանի որ գիտես երեխայի մասին, կարծում եմ զգույշ կլինես։ Ես իրականում չգիտեմ ինչ է կատարվում քո ընտանիքում, բայց կյանքին վերջ տալը երբեք էլ հարցի լուծում չի։ Երիտասարդ աղջիկ ես, քո ներսում նոր կյանք է ձևավորվում։ Տեսնում եմ ուրախ ես, որ երեխայի ես սպասում։ Երեխան էլ սպասված երեխա է։ Դրա համար էլ մտածեցի ասել քեզ այն, ինչ մտածում եմ։ Այն ինչ որ եղել է թույլ իմացությունը։ Ես ձեզ շատ շնորհակալ եմ։ Բայց մի հարց էլ ունեմ։ Ասա, Սոնա ջան։ Երեխայի մասին բացի ինձ ով գիտի։ Ես ոչ ոքի դեռ չեմ ասել, սպասում եմ ձեր ամուսնուն, որ ներկայացնեմ իրավիճակը։ Ձեզ շատ եմ խնդրում։ Կլինի երեխու մասին իրեն ոչ մի բան չասեք, ես եմ ուզում ասել։ Չէ, չեմ ասի, անհոգևի։ Շնորհակալ եմ։ Առողջություն, Սոնա ջան։ Նորություն կա։ Չէ, բայց բժիշկը քեզ էր հարցնում։ Իսկ դուք Սոնային տեսել եք։ Չէ, մենակ քննիչն ու Սոնայի պապան են մտել մոտը։ Վրամ, ես արդեն ուզում եմ տուն գնամ։ Ես քո համար տաքսի կկանչեմ։ Չէ, պետք չի, ես կկանչեմ։ Պապային տեսել ես։ Չէ։ Պարզա։ Լավ, դու հանգիստ բժիշկի մոտ գնա, ես մեկը արդեն գնում եմ։ Քեզ կարելի էր այսքան մնալ հիվանդանոցում ոտքի վրա։ Չէ, չէր կարելի ու դրա համար արդեն գնում եմ։ Լավ չես զգում։ Պաստորեն իսկապես դու ինձ շատ լավ ես ճանաչում։ Ձեր տուն ես գնալու թե Լալայի մոտ։ Լալայի մոտ։ Դե արի ես քեզ կտանեմ։ Չէ, պետք չի, ես կգնամ։ Ես իջնում եմ մեքենան մոտեցնեմ մուտքին։ Դու իջի ներքև։ Վրամը ոչ մի անգամ չզանգեց։ Գիտի, որ անհանգիստ ենք ու սպասում ենք նորությանը, բայց ոչ զանգերիս է պատասխանում, ոչ էլ ինքնահետ զանգում։ Վրամը ինձ չի հավատում։ Ու ոչ միայն Վրամը։ Կարող է ասածս կոպիտ հնչեց, բայց իրականությունը է սասակում։ Անիկ, արի գնանք հիվանդանոց, ինչ ենք նստել մնացել տանը։ Այս վիճակում ես ոչ ոք ընդեղ գրկաբաց չի ընդունի։ Հիմա ավելի լավ է երեխեքի համար նոր խնդիրներ չստեղծենք։ Անիկ, բայց տարօրինակը գիտես։ Ինչը։ Օրվա մեջ մի քանի անգամ նոպաներ եմ ունենում, անգամ այն աստիճանի, որ հրեշավոր բաներ եմ անում ու չեմ հիշում։ Իսկ հիմա արդեն մի քանի ժամա ոչ սպազմ ունեմ, ոչ նոպա ունեմ։ Դա ավելի սակում։
Մնում էր հիմա նոպատ նորից սկսվեր։ Եղածից արդեն միջև կոկորդս կուշտեմ։ Դու գոնե մի անգամ իմ մասին մտածել ես տենց գիժ քայլ անելուց առաջ։ Լիլ հոգներ եմ բոլորին նույն բանը բացատրելուց, ես ընդհանրապես բաժակներն եմ խառնել։ Հուսով եմ շատ ճիշտ ես պատմում, որովհետև ես իրոք կնեղանամ քեզանից, եթե խաբես ազնիվ խոսք։ Վրամը ստեղա։ Ինչի մենակ վրամը, ամբողջ Գերդաստանդ ներքևում քանի ժամա կանգնած է, բայց վրամը ոնց որ բժշկի մոտ է։ Ինչ։ Սոն ամեն ինչ կարգին է, թե ամեն դեպքում ցնդել ես։ Այսինքն։ Դե բերամդ չի փակվում։ Ոնց որ ուրախ առիթով հավաքված լինենք, ոչ թե մի քանի ժամ առաջ կյանքի ու մահվան կռվեիր տալիս։ Լիլեն, որ փրկվել եմ, այդ ուրախություն չի։ Ինձ թվում է, որ ամեն դեպքում այդ տանը քո ուղեղի հետ մի բան անում են։ Ուրախ եմ տարօրինակա, տխուր եմ տարօրինակա, լավ, ես ինչ անեմ, որ ձեր համար նորմալ լինի։ Որովհետև դու ուրախության ժամանակ տխուր ես, տխրության ժամանակ երջանիկ ես, մարդ չի կողմնորոշվում, որն է քո մոտ ճիշտը։ Ու ընդհանրապես ես ոնց որ եկել էի քեզ կարեկցելու, բայց ոնց որ թե շատ լավ ես քեզ զգում։ Կարող ես ուժ դնեմ խմենք։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Ամբողջ ճանապարհին բան չասեցիր, բայց հիմա ոնց որ բան կա, որ ուզում ես ասես, հա։ Հա, չէ, ոչ մի բան։ Նորից շատ շնորհակալ եմ։ Ոնց հասկանում եմ, ամեն ինչ շատ դուրջ է, հա։ Անալիզների պատասխանը կա։ Ձեր կնոջ անալիզների պատասխանների միջոցով պարզել ենք, թե ինչ դեղորայք է օգտագործել։ Հիմա խնդրում եմ, արի իրար հետ անկեղծ լինենք։ Ես այստեղ եմ ոչ թե վնասելու, այլ օգնելու համար։ Հա, հասկանում եմ, հնարավոր է, որ վախենաք ոստիկանությունից ու ոչինչ չասեք։ Բայց խնդրում եմ ձեզ, ինձ հետ անկեղծ եղեք, որ ես կարողանամ Սոնային ճիշտ օգնեմ։ Հիմա պետք է մենք զգույշ լինենք։ Բայց մի տեսակ լավ չեմ հասկանում ձեզ։ Սոնան ում դեղերն է խմել։ Հորս։ Բժիշկն է նշանակել այդ դեղերը, թե հայրդ ինքնաբուժությամբ է զբաղվում։ Չէ, բժիշկն է նշանակել, բայց ինչ խնդիր կա։ Ես չգիտեմ, թե հորդ մոտ այդ դեղերը ոնց է հայտնվել, որովհետև նման դեղորայք միայն բժշկի թույլտվությամբ կարող է դուրս գրվել, բայց վստահ եմ, որ ոչ մի բժիշկ չէր նշանակի։ Այս դեղերը շատ ծանր հոգեմետ դեղեր են, հնարավոր է, որ առաջացնեն հալուցինացիաներ, նույնիսկ գիտակցության կորուստ։ Եթե այն շատ չարաշահեն, հնարավոր է նույնիսկ մահ։ Նման դեղերը ծանր դեպքերում են օգտագործվում, այն էլ խիստ հսկողության տակ։ Բայց իմ իմանալով դրանք ուղղակի հանգստացնող դեղեր են։ Չէ, նման բան չկա։ Ես կխնդրեմ ձեզ, որ այդ դեղերը բերեք փորձաքննության։ Կբերեմ։